Ինչ ենք եկել բժշկարան մամա։ Քուրիկին տանում ենք բժիշկի մոտ, որ քուրիկին պատվաստենք, որ առողջ լինի։ Առողջ լինի։ Այո, համաձայն ես։ Ինչ է եղել։ Այս պահին բան չի եղել։ Հիշում ես, որ դու ես եկել այստեղ։ Հա։ Հա, Ժասմին, քեզ լավ ես զգում։ Ուրախ ես։ Ես ունեմ 2 երեխա եւ իմ 2 երեխաներն էլ ստացել են բոլոր պատվաստումները, որոնք նախատեսված են մեր ազգային պատվաստումների օրացույցով։ Այսօր ինչ պատվաստում ենք ստանալու։ Այսօր ստանալու ենք տետրաքսին պատվաստանյութը, որը իր մեջ պարունակում է դիֆտերիա, փայտացում, կապույտ հազ, պոլիոմիելիտ հիվանդությունների դեմ պատվաստանյութերը եւ այս պատվաստումը մեկ երեխային կանխարգելում ենք այդ հիվանդություններից։ 18 ամսական երեխային մենք կատարում ենք աուտիզմի թեստ, մի քանի հարցով փորձում ենք երեխայի զարգացումը ծնողի հետ բացել։ Ձեր երեխան սիրում է ճոճվել կամ թռվռալ խաղալ ձեր ծնկներին։ Ոչ միշտ, երբեմն։ Ձեր երեխան սիրում է պահմտոցի խաղալ, ծիկ անել։ Այո։ Այո։ Բարև Ձեզ նստեք խնդրեմ։ Եկել է ստանալու իր 1.5 տարեկանի պատվաստումը։ Աջ ոտքից ենք անում։ Դուք նստեք, գրկեք։ Մանկական տարիքում պատվաստումները կատարելով մենք ոչ միայն ապահովում ենք մեկ երեխայի, այլ ամբողջ հետագա սերունդի առողջության գրավականը։ Հետպատվաստումային հնարավոր է ունենալ տեղային ռեակցիա, որ հնարավոր է այտուցի ձևով արտահայտվել եւ ջերմություն կարող է լինի, եթե 8 եւ ավելի կլինի, արդեն բժշկի նշանակումով ջերմիչեցնողը կտակ։ Պատվաստելով երեխային մենք պաշտպանում ենք նրա առողջությունը ոչ միայն այսօր, այլ նաև ապագայում։ Հատկապես աղջիկ երեխաների համար խիստ կարևոր է կարմրուկի, կարմրախտի եւ խոզուկի դեմ պատվաստանյութը հենց կարմրախտի կոմպոնենտով, որովհետեւ հղիության վաղ շրջանում կարմրախտի վարակումը կարող է հանգեցնել պտղի մոտ բնածին արատների։ Հետևաբար մանկահասակ տարիքում աղջիկ երեխաներին տվյալ պատվաստանյութի ստացումը պաշտպանում է աղջկա առողջությունը ոչ միայն այս պահին, այլ նաև նպաստում է ապագայում վերարտադրողական տարիքում առողջ հղիություն ունենալու եւ առողջ նորածին լույս աշխարհ բերելու հիմքերը։